Բարև ձեզ ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ 10-15 տարի առաջ մեր պարբերական դժգոհություններից մեկն էլ այն էր, որ իհարկե Հայաստանում տպագրվում են գրքեր, թարգմանվում են լավ գրքեր, բայց հիմնականում դրանք արվում են կամ մանկահասակների համար, մանուկների համար կամ մեծերի համար եւ կարծես թե հրատարակչական սեգմենտից դուրս էր մնում պատանիների համար նախատեսված գրքերի ցանկը վերջին տարիներին բոլորովին այլ պատկերի հետ գործ ունենք, մեր հրատարակիչները շատ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ եւ այսօր մեր պատանիներն էլ չեն կարող դժգոհել, որ ինչ-որ գրքերի պակաս կա, ավելին այսօր նույնիսկ կարելի ասել, որ չկա աշխարհում որևէ համբավ ունեցող հրաշալի գիրք, որը թարգմանված չլինի հայերեն եւ ահա այդպիսի մի առիթ էլ ունենք նոր հայտնի արդեն պատանիների համար գրքեր ստեղծող Քելի Բարնհիլի Աղջիկը, որ խմեց լուսնի լույսը, գիրքն է լույս տեսել հայերեն թարգմանությամբ եւ դրա շուրջ կզրուցենք գրքի թարգմանչի Արմինե Պապանյանի հետ, ողջույն Արմինե։ Այս դաշտում իրոք որոշակի բացեր կային տարիներ առաջ եւ շատ հեղինակների անուններ առաջին անգամ էինք լսում, հետո պարզում է դրանք աշխարհում հայտնի էին, հետո մեծ համար են հիմա հայտնի, սա կարծես նոր անուն է, ինչքան գիտեմ, այդքան էլ ծեր կամ հին գրող չի, ժամանակակից ապրող, այ կուզեի մի երկու բառ այս գրողի մասին, ինչով է զբաղվում, ինչու է գրել այս հրաշալի գիրքը եւ ինչու ենք մենք որոշել դա ունենալ հայերեն։ Բարև Արմենիկ, շնորհակալություն հրավերի համար եւ այս գեղեցիկ գիրքը լուսաբանելու հնարավորություն ընձեռնելու համար նաեւ Քելի Բարնհիլը հայերի համար իհարկե հայտնի չէ, բայց Ամերիկայում ինքը բավական հանրահայտ հեղինակ է, միլիոնավոր գրքեր է վաճառվել, նույնիսկ այո, նույնիսկ Քելի անունը գրվել է մանկական գրականության հեղինակների ցանկում ոսկե տառերով Ջոն Նյուբերի մրցանակը շահելուց հետո, որը համարվում է գրականության Օսկար։ Այսինքն ես եմ բանից բեխաբար, ինչպես ասում են, էլի։ Հայերը առհասարակ ծանոթ չեն, եւ սա առաջին գիրքն է, հուսամ ոչ վերջինը։ Սա իր մեզ համար առաջին գիրքն է, իսկ սա նրա որ երրորդ գիրքն է, արդյոք դες այն մյուս մանկագիրներին, պատանների համար գրականություն ստեղծողներին, որ առնչվում ենք, այս օրինակ ամենալավը Ռոալդ Դալին գիտեմ, մեկ էլ տեսնում ենք հայտնի է մի գիրք վերցնում ենք թարգմանում ենք, մեկ էլ պարզում է հազարդ գիրք ունի եւ բոլորն էլ լավն են։ Այս հեղինակի դեպքում այս գիրքը ինչ տեղ ունի իր ստեղծագործական կյանքում։ Հենց այս գրքով է, որ շահել է Ջոն Նյուբերի մրցանակը, բայց շատ զարմացել է պատկերացրու, որ մրցանակ է շահել, նույնիսկ չի հավատացել։ Նույնիսկ չի հավատացել, մտածել է գուցե կատակ են անում, չգիտեմ ինչ, հետո մինչև պարզվել է բան։ Մինչև այդ էլի ունեցել է գրքեր, բավական հաջողված գրքեր, որոնք շահել են ընթերցողի համակրանք եւ այլ տարբեր Մինիսոտայում հայտնի մրցանակներ, բայց դե Ջոն Նյուբերին արդեն բարձրագույնն է։ Գրքերը տարբեր կյանքի իրավիճակներում է այդպես ստացվել է, որ ինչ որ մի իրավիճակից ելնելով ինչ որ գիրք է ծնվել։ Այն պատահապաշտ գրողներից է, ինչ-որ մի բան տեսնի իրականության մեջ, դա փորձի դարձնել ֆենտեզի։ Չի ասի պատահապաշտ, որովհետև ավելի շատ մենք ֆենտեզի որ ասում ենք, պատկերացնում ենք ինչ-որ այսպես շատ թեթև առանց խորության, ինչ-որ մակերեսային գրքեր ենք պատկերացնում, բայց իրականում սա ֆենտեզի չի, ավելի շատ կարելի է սա մոգական ռեալիզմին հարել։ Այդ կարգի։ Այո, որովհետև Քելին միշտ համարում է, որ մոգությունը եւ գիտությունը ձեռք-ձեռքի են գնում։ Օրինակ այս գրքի մեջ մի այդպես փոքրիկ դրվագ կա, որտեղ երեխային բոլորը որոշում են կրթություն տալ, գիտություն տալ, սովորեցնել, որովհետև գլերքը ճահճային հրեշ է, եթե մեր ընթերցողները կարդան եւ ծանոթանան։ Մի երկու անուն բան կասենք, բայց սյուժեն չենք Սյուժեն իհարկե չենք ասի։ Գլերքն ասում է, որ ես նրան պոեզիա կսովորեցնեմ։ Պոեզիան բոլոր անսանց հոգիներին կսանձահարի եւ կդարձնի ավելի համեստ, ավելի գիտուն։ Այսինքն նաև գիտելիքին է նա շատ բարձր տեղ տալիս, միայն այնպես չէ, որ մոգությունը ձեռքիդ ուժի շնորհիվ կամ ինչ որ գերբնական ուժի շնորհիվ դու կարողացար ամեն ինչ անել, ոչ։
Չէ, ես հենց անձամբ ինձ էլ գրքում այդ մի դրվագ տպավորեց, ես հիմա կկարդամ, հիշում ես, երբ որ աղջիկը Լուսնիակը Լուսինը, հա, գրքի հերոսուին մի պահ շատ ավելի տարված էր այդ մոգական ունակություններով, հա, դեռ զսպման մեխանիզմը գործի չէր դրվել, իր խորհուրդների մեջ Էքսանա այդ վհուկը, որին պայմանականորեն կարելի է վհուկ ասել, շատ ինձ համար շատ կարևոր եւ այսօրվա մեր պատանիների համար էլ շատ կարևոր խորհուրդ էր տալիս մի, որը ի վերջո գալիս հանգում է նրան, որ այն որոշակի ունակությունները, կարողությունները, որ ունես, այս ժամանակակից երեխա, պատանի կամ ջահել, ինչպես ասում են, դա դեռ բավական չէ, որովհետև տես պետք է կարդա այդ աղջիկը այստեղի բոլոր գրքերը, պետք է հասկանա աստղերի շարժը եւ տիեզերքի ծագումն ու բարության պահանջները, պետք է մաթեմատիկա եւ պոեզիա իմանա, պետք է հարցեր տա, պետք է ձգտի հասկանալ, պետք է հասկանա պատճառ ու հետևանքի օրենքները, նաեւ անկանխատեսելի հետևանքները եւ այլն եւ այլն։ Այսինքն գիտելիքը, անդադ այդ գիտելիքի հարստացումը մարդու, այսպես ասեմ, աստծո տված ունակությունների իշահ օգտագործման ամենակարևոր պատճառն է։ Դες հիմա խոսեցինք իրադարձություններից, կոնկրետ այս գիրքը ինձ համար մի մոդել էր, ցավոք դեռևս ժամանակակից աշխարհում իշխող որոշ այսպես բաների էլի կանխատրամադրվածությունների, հա, մենք գործ ունենք երկու այսպես միջավայրի հետ, այդ պաշտպանակալվածքն է եւ այդտեղից դուրս մի անտառ, որտեղ այդ պաշտպանակալվածքում ապրող մարդկանց համար ինչ որ մոգական, կանխարդական չար բաներ են, հա, բայց երբ որ գրքի իրականությամբ ենք առնչվում այն մյուս իրականությանը, տեսնում ենք, որ մենք գործ ունենք ընդհանրապես նախապաշարված մարդկության հետ եւ այն կողմ այդքան էլ ամեն ինչ վատ չի։ Այ ուղերձներից գրքի ինչը կառանձնացնես ալին։ Ուրեմն 2005 թվականին, երբ որ Կատրինա Փոթորիկ է այդպես հա, դա շատ հայտնի Փոթորիկ էր, հա։ Այո, տարերային աղետի ժամանակ Քելլի Բարնհիլը նկատում է, որ լրատվամիջոցների եւ այսպես որոշակի մարդկանց դրդմամբ նաեւ ստահոդ լուրերը մարդկանց սարսափի ու վախի մեջ են պահում։ Սա իր մեջ այսպես մնում է կաղապարված եւ այո, եւ արտահայտությունը գտնում է հենց այս գրքի մեջ, որտեղ այստեղ էլ տարերային աղետ է լինում, իհարկե ոչ ջրհեղեղ, այստեղ հրաբուխն է պորտկում։ Այս վեպի իրականությանը բնորոշ այո, բայց այդ վախը եւ մարդկանց այդպես աչքերը փակ տանում են, մազապուրց փրկում են, հավաքում են ինչ որ մի կալվածքում եւ այդ վախի մթնոլորտը եւ հարցեր չտալու, ինչպես Էքսանն ասում է, պետք է հարցեր տալ եւ այդ հարցեր չտալու հատկությունը մարդկանց դարձնում է հնազանդ, հլու, այսպես ձեռնասուն է դարձնում։ Եվ դարեր, այո, գիտելիքի պակասը եւ ինֆորմացիայի պակասը, այսինքն պաշտպանակալվածքից երբեք որևէ մեկը ոտքը դուրս չի դրել։ Բայց ամեն ինչ իրան թվում է գիտի են կողքի մասին, չէ՞։ Այո, թվում է ամեն ինչ գիտի, որովհետեւ իրեն ասել են, այսպես է, եւ այդպես էլ եղել է, նույնիսկ չեն համարձակվել դուրս գալ, գնալ, ասենք, մոտակա ճահիճներում գնացել են ինչ որ զիրինի սոխուկներ եւ տերևներ են հավաքել ու այդքանով բավարարվել են։ Նույնիսկ ծնողները հասկանում են, որ դա խղճուկ ապագա է իրենց երեխաների համար, բայց ասում են դա պիտի անես, այլ բան չկա։ Հետո ամրոցմա նույն ժամանակակից աշխարհի մոդելն է, հա, այդ նույն տարբեր սոցիալական ցանցերով, ամենատարբեր ալիքներով, ընդհանրապես վերնագրերի էֆեկտով սուտ իրականությունն ապահովել է։ Այ հիմա գանք, տես ես սովորաբար դաստիարակիչ արժեքի մասին քիչ եմ սիրում խոսել գրքերի, բայց այն գրքերը, որոնք պատանիների համար են նախատեսված, որտեղ գիրքը հենց պատանեկան գրադարան մատենաշարով էլ լույս է տեսել, ամեն դեպքում ինչ որ դաստիարակիչ ուղերձներ պետք է ունենան։ Ինչ է սովորեցնելու այս գիրքը Արմինե մեր երեխաներին, պատանիներին, որ շահագրգռված լինեն այս գիրքը կարդան։ Ինչու եմ սա շեշտում, որտեղ մենք մանուկ ընթերցողների համար որոշակի ուղղորդողներ կան, հա, ծնողները, դաստիարակները, ուսուցիչները, պատանիները արդեն ինքնացող մարդիկ են եւ երբեմն ինքնուրույն են ընտրում գրքերը, առանց ծնողներին սպասելու։ Ինչու պետք է ընտրեն պատանիները այս գրքերը, ինչ կսովորեցնի իրենց։ Անսահման բարություն կա այս գրքի մեջ։ Եվ նույնիսկ վհուկների մոտ, չէ՞։ Նույնիսկ վհուկների, այո։ Վհուկ էր, ասեմ քեզ, ես հիացած եմ իրանով։ Հրաշալի տատիկ էր վհուկը 500-ամյա Էքսանը, որը երբեմն ասում էր ես չափից շատ եմ արդեն ապրել։
եւ շատ բաներ արդեն մոռացել եմ, որովհետեւ 500 տարին բաներ հիշելու համար շատ մեծ եւ շատ ահռելի ժամանակ է։ Գրքի խորհուրդը բարությունն է եւ չվախենալը։ Վախը, այդ վախից կուրանալը, այդ սարսափից կծկվելը եւ աչքերը երկինք չդարձնելը, դա ամենասարսափելի բանն է եւ շատ հարմար է, այսպես ասած, իշխանություններին։ Կլինի դա, չգիտեմ, ընտանիքում կլինի, դպրոցում կլինի, թե ավելի բարձր ինստանցիաներում կլինի, որպեսզի մարդը չվախենա եւ կարողանա ասել ինչու, կարողանա հարցեր տալ։ Միակ մարդը, որ կարողացավ հարցեր տալ, իր մեջ ուժ գտավ հարցնելու, թե ինչու մենք որևէ մի անգամ չենք փորձել վհուկի հետ խոսել, գուցե վհուկը նորմալ մարդ է, գուցե նրա հետ կարելի է պայմանավորվել, գուցե ինչ-որ ձևով կոմպրոմիսի կարող ենք գալ եւ ամեն անգամ երեխայի չզոհաբերենք, որովհետեւ գիրքը սկսվում է այդպես շատ մի տխուր պատմությամբ, որտեղ երեխա է զոհաբերվում եւ ամեն տարի մի մանկահասակ երեխայի զոհաբերում են, ինչը մի կողմից ժողովրդին դարձնում է վշտի ու թախիծի մեջ խեղդված ինչ-որ մի անդեմանց, մյուս կողմից վհուկ Էքսանը ամեն անգամ գալիս է եւ զարմանում է, թե ինչպիսի մայր պիտի լինես, որ դու քո երեխային տանես թողնես անտառում մեռնելու։ Այս կողմի ժողովուրդը չեն պատկերացնում, որ պետք չեն այդ երեխաները իրանց ըստ ամենայնի, որտեղ իրականում այդ նախապաշարվածությունն է, որ երբեմն էլի հանդրություններին, հա, այս էլ իմ ամբռնած ուղերձներից մեկը, հանդրություններին բերում դնում է շատ, ասում եմ, ախմախ իրավիճակներում եւ սա էլ մի ուղերձ էր, որ ոչ այնքան իրականությունն է դառը, ոչ այնքան իրականությունն է դժբախտ, որքան որ դու պայմանավորում ես քո տգիտությամբ, քո այդ չզրուցելու, չդիալոգելու, հա, այդ ցանկության բացակայությամբ դու ես պայմանավորում այդ իրականությունը։ Իսկ մի կերպար կար այնուամենայնիվ շատ հետաքրքիր այսպես մոդելով էր ստեղծված Լուսինի մոր կերպարը ամեն դեպքում, հա, մենք իրեն տեսնում ենք դժբախտ վիճակներում, հետո տեսնում ենք աշտարակում փակված, իրեն ոնց կմեկնաբանը սիմվոլային տեսանկյունից, արդարության ձայներ, ապստամբության ձայներ ամեն դեպքում։ Լուսինի մոր կերպարն էլ նախատիպ ունի։ Քելլին մի քիչ այսպես շեղվեմ թեմայից եւ ասեմ, որ Քելլին մինչեւ հայտնի գրող դառնալը տարատեսակ աշխատանքներ է արել ու մեկը մյուսից դրամագծորեն տարբերվող, ասենք եղել է բարիստա, մատուցող, հավաքարար, չգիտեմ, պահակ, հրշեջ, նույնիսկ գնացել է հրշեջ ծառայության, ինչ որ դասեր է վերցրել, որովհետև ազգային պարկում պահակ էր ու պիտի կարողանար, եթե հանկարծ ինչ-որ հրշեջ։ Բայց գրքում շատ մասնագիտություններ կան։ Նույնիսկ կատաղծագործական արտադրամասում է ընդունվել աշխատելու, ինչպես տեսնում ես հետո վերջում Անթեյնը ատաղծագործ է դառնում եւ շատ հմուտ գործի վարպետ։ Մի խոսքով ինքը ասում է, որ իմ այսպես աշխատանքները, տարատեսակ աշխատանքները ինձ ոչ մի փորձառություն չտվեցին բացի գրելու ձիրքից։ Միակ բանը, որ ես այդտեղից վերցրել եմ, իմ գրելու ունակությունն է։ Եվ այսպես ինքը անօթևան երիտասարդների այդպես օգնության կենտրոնում կամավոր է աշխատելիս լինում եւ ականատես է լինում մի այդպիսի դրվագի, որտեղ մայրը այդպես կատաղի, այդպես սարսափած ինչ որ չգիտեմ ինչ վիճակով խնդրում է, որ իր երեխային բուժօգնություն ցուցաբերեն։ Այստեղից եկել է մոր կերպարը եւ մայրական անհուն սերը, որը թեկուզ տարիներ անց, տասնամյակ անց կարողանում է գնալ եւ գտնել իր երեխային եւ կարողանալ նրան վերադարձնել եւ ամեն կերպ թեկուզ հերվից կարողանալ հոգեպես երեխային աջակից լինել եւ երբեք չհավատալ, որ իր երեխան զոհվել է եւ այլևս աշխարհում չկա։ Եվ ընդհանրապես գրքում շատ հոգեբանական հատկապես կտորներ կան, որոնք խոսում են արժեքների մասին, արժեհամակարգերի մասին, որոնցից մենք հեռանում ենք կարծես էլի եւ այս գիրքը այդ առումով էլ ես գնահատեցի, որ մեզ նաեւ կօգնի մեր պատանիներին հատկապես ծնողներն էլ ինչու՞ չէ, որովհետեւ մեծերն էլ մեծ հետաքրությամբ կարող են կարդալ եւ դաստիարակվել, հա, որոշ առումներով վերադարձնում է լիքը լավ արժեքների։ Արմեն, ես ամեն դեպքում կուզեի մի քիչ թարգմանության խնդիրներից խոսել, որովհետև դա շատ կարևոր է հատկապես պատանեկան գրականության համար, հա։ Դու ասացիր, որ հեղինակը տարբեր աշխատանքներ է տարել, ես քեզ գիտեմ վաղուց եւ դու մեր ընթերցողներն էլ ովքեր գրքասեր են, ռադիոլսողները, կարող են բազմաթիվ գրքերի հետևում տեսնել քո անունը, հա, էջադրումը Արմինե Պապանյանի,
տասնյակ տարիներ գրքեր ես էջադրել մանուկների, պատանիների համար եւ հանկարծ հանդես ես գալիս որպես թարգմանիչ։ Այ կուզեի նաեւ դաստիարակչական տեսանկյունից այս process-ը ոնց եղավ քեզ մոտ, այդ գրքերը դրթեցին, մղեցին, չգիտեմ եւ այլն եւ ինչ է նշանակում թարգմանել գիրք պատանիների համար։ Պատանիների համար գիրք թարգմանելը որոշակի բարդություններ ունի իհարկե, երեխաները ֆալշը այդպես կեղծությունը ավելի հեշտ են զգում, ավելի արագ են զգում։ Գուցե դու կարողանաս այսպես բառերի ինչ-որ ամպագորգոր արտահայտությունների տակ կարողանաս մեծերին ինչ-որ ձևով խաբել, բայց երեխաներին չես կարող խաբել։ Պետք է կարողանաս պարզ լինես, անպաճույճ լինես, բայց միաժամանակ եւ ոչ պարզունակ։ Դժվարությունը եւ միաժամանակ հեշտությունը քելի լեզուն էր։ Քելի խոսքը կարծես արվակ լինի։ Հա շատ քնարական էր, հա։ Ու պիտի կարողանաս այդ պահել, այդ ոճը, քելի խոսքը, նույնիսկ երբեմն նախադասությունների կրկնությունները, նրա այդ բնության նկարագրությունները, ինչ որտեղ մարդկանց հոգեվիճակների նկարագրությունները պիտի կարողանաս հնարավորինս մոտ պահել, բայց եւ այնպես, որ խորտ չհնչի մեր ընթերցողի ականջին։ Իսկ ինչ վերաբերում է ինչու անցա թարգմանություններին, քանի որ ես ավելի շատ մանկական գրքեր եմ էջադրում, այնպես ստացվում էր, սովորեցիր, ուզում եմ ասել։ Այո, այնպես ստացվում էր, որ հեղինակների հետ աշխատելիս, հա, թարգմանիչների։ Մեր մանկական գրքերի խմբագիր Տիկին Նունե Թորոսյանի հետ շատ էինք սիրում այսպես ինչ որ բառախաղեր անել, երբեմն հումորով, երբեմն ավելի լուրջ, ասենք անգլերենում դարձվածքները շատ մեծ տեղ են գրավում խոսքի մեջ եւ երբեմն եթե բառացի թարգմանես դա ինչ որ հիմար բան կստացվի, բայց պիտի կարողանաս, ինչպես ասում է պարոն Բոյաջյանը, հեռանալով մոտենալ։ Այսինքն երբեմն պետք է մի քիչ հեռանալ, որպեսզի կարողանաս ընթերցողին բուն էությունը ցույց տաս, թե ինչ նկատի ունի այդ պահին հեղինակը։ Մի խոսքով Տիկին Նունեի հետ երբ որ այդպես քննարկում էինք, կատակում էինք, մի անգամ Տիկին Նունեն առաջարկեց, թե դու ինքդ փորձիր թարգմանել, քեզ մոտ կստացվի, այդպես այդ քաջալերանքով Եվ բավական ստվարածավալ գիրք ես թարգմանել եւ ասեմ իմ տպավորությունը շատ լավ, Արմինե, եւ վստահ եմ, որ նաեւ ընթերցողները կգնահատեն, այ խոսեցիր այդ բանաստեղծական լեզվի մասին ես չեմ կարող չանադառնալ մի կերպարի, գլերքի կերպարին, հա, որի մեջբերումները, խոսքերը նախ շատ պոետական են եւ ինքը անդադ պոետների է մեջբերում, հա, եւ գիրքն էլ ավարտվում է նրա գեղեցիկ, շատ գեղեցիկ բանաստեղծությամբ։ Այս բանաստեղծականության մարտահրավերը լեզվի մեջ, պես էլի որպես գրքի մեսիջներից մեկը էլի մենք այսօր մեր երեխաները մենք նույնիսկ ավելի շատ սիրում ենք կարճ խոսք, կտրուկ խոսք, կոնկրետ, հա, ասելիքները եւ այլն եւ ցավոք այդ սոցիալական ցանցերը շատ ավելի գրեհկություն են բերում լեզվի առումով ինչ կտաս ամեր պատանիներին, հա, որ գլերքի նուրբ բանաստեղծական խոսքն էլ հաշվի առնենք։ Շատ հուսով եմ, որ այդ քնարական երանգները կփոխանցվեն, երեխաների խոսքը ավելի կհղկվի, ավելի մեղմ կդառնա, ինչպես դու նշեցիր, այդ գրեհկաբանությունները հնարավորինս կմեղմվեն, կհարթվեն գոնե այդ սուրանկյունները։ Գլերքը պոետ էր, այսպես ճահճից եկած, այստեղ մի քիչ էլ աստվածաշնչյան, եթե նկատեցիր, այդպես փոքրիկ այդպես աստվածաշնչյան զուգորդություններ է բերել, գլերքն ինքը աշխարհն էր, բայց այսպես փոքրացել, կենտրոնացել էր եւ փորձում էր պաշտպանել Լեքսանին, Լուսինին եւ փոքրիկ Վիշապիկին, որովհետեւ շատ ունեին նրա կարիքը։ Չնայած գլերքը աշխարհն էր սիրում, ուզում էր գնալ, բայց սիրո կապանքները նորից իրեն կապել պահել էին այդ փոքրիկ ճահճում։ Եվ իդեպ գլերքը Քելի առաջին հերոսն է, մի անգամ անտառում այդպես արահետով վազելիս շատ պարզ այդպես գլխի մեջ հայտնվում է գլերքի կերպարը, 4 ձեռքերով, ինչ որ հրեշ, սարսափելի աչքերով, սև խոշոր աչքերով, այո, ինչ որ կանաչ հրեշ, բայց մի ձեռքում մարգարտածաղիկն է, մյուս ձեռքում սրինգը։ Եվ ծնվում է հենց այդ վերջին բանաստեղծությունը, վերջին փոքրիկ պոեմը, այսպես ասած, որտեղ գլերքն ասում է սիրտը հյուսված է թել աստղալույսից եւ ժամանակից։
շատ արագ Քելլին գալիս է գրի է առնում եւ հետո սկսում է մտմտալ, թե ինչպես կառուցի վեպը։ Եվ մի անգամ էլ այնպես ստացվում է, որ ամուսնու հետ 15 տարի անց որոշում են երեխաների հետ արդեն գնալ Մեղրամսի, Կոստա Ռիկա։ Եվ այնտեղ այդ քարքարոտ լեռնալանջերով այդպես հրաբխային լեռների մոտով քայլելիս հասկանում է Քելին հասկանում է, որ հենց դա է պետք իրեն, հենց այդ միջավայրում պիտի իր գիրքը ծնվի, իր սյուժեն զարգանա եւ այդտեղ պիտի ապրեն իր հերոսները։ Եվ ծնվում է այս վեպը։ Եվ ծնվում է այս վեպը։ Մենք դիտավորյալ չխոսեցինք աղջկա մասին, Լուսինի, հենց այն աղջիկն է, որ խմել է Լուսնի լույսը եւ շատ հուսով ենք Արմինե, որ ընթերցողները, պատանիները հատկապես կկարդան, կսիրեն այս գիրքը, կշփվեն Լուսինի հետ, առանց մեր այսպես ուղղորդումների։ Գեզեր շնորհակալություն եւ մաղթում եմ, որ նոր թարգմանությունների առիթով մենք այստեղ հանդիպելու հնարավորություն կրկին ունենանք։ Շնորհակալ եմ Արքմենիկ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում պետք է հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի արդեն թարգմանիչ Արմինե Պապանյանի հետ։ Մեր զրույցի թեման Քելի Բարնհիլի աղջիկը, որ խմեց Լուսնի լույսը գիրքն էր, լավ եղեք։